Ազգային ժողովի հայ-ճապոնական բարեկամական խմբի ջանքերի շնորհիվ Հայաստանում դեսպանության տեսքով ի վերջո ձևավորվեց ճապոնական պետական առաքելությունը։ Առաջին դեսպան Տագուչին շուրջ 2 ամիս է ստանձնել է իր պարտավորությունները։ Թիվ 30 ընտրատարածքի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ընտրվելու օրից հանդիսանում է բարեկամական խմբի անդամ։ Հենց նրա հրավերով դեսպանը հյուրընկալվեց Ստեփանավանի տարածաշրջանի Պուշկինոյի Գարգար գետի մերձակայքում տեղակայված Բուդուշին մարտարվեստի ֆեդերացիայի վրանային ուսումնամարզական ճամբարում։ Ճամբարականները աղուհացով եւ մեծ ոգևորությամբ ընդունեցին հյուրերին, հանդես եկան ցուցադրական ելույթներով, եւս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանում եւ մասնավորապես Լոռու մարզում բարձր հիմքերի վրա է դրված ճապոնական մարտարվեստների ուսուցանումը եւ հետեւողական վերաբերմունք է դրսեւորվում Ճապոնիայի մշակույթի տարածման ուղղությամբ։ Ես կարծում եմ, սա նոր հնարավորություններ կբացի այս ֆեդերացիայի համար Հայաստանի ճապոնական դեսպանության հետ իրենց հարաբերություններում եւ նաեւ հնարավորություն կլինի տարբեր փոխանակումներ իրականացնելու, տարբեր մասնագետների հրավիրելու, նոր ձևեր այստեղ ուսուցանելու առումով եւ միանշանակ այն իր մեծ դերը կունենա Լոռու մարզում այս սպորտաձևի զարգացման առումով։ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը չի կարող մոռանալ Ճապոնիայի այն աջակցությունը, որ մենք ստացել ենք երկրաշարժից հետո 88 թվականի երկրաշարժից հետո եւ դա նույնպես իր խորհրդանշական նշանակություն ունի, որ մենք շնորհակալ ենք ճապոնական ազգին, Ճապոնիայի պետությանը եւ ես կարծում եմ դեսպանության բացումը շատ կարեւոր է Հայաստանի Հանրապետության համար մասնավորապես, որովհետեւ Ճապոնիան շատ կարեւոր երկիր է աշխարհում իր տնտեսական զարգացմամբ, նոր տեխնոլոգիաների զարգացմամբ եւ մեր տնտեսության զարգացման առումով շատ կարեւոր է, որ հայ-ճապոնական հարաբերությունները զարգանան, նաեւ գործարար միջավայրի կապեր լինեն փոխանակման, ինչ վերաբերում է մշակութային մասին, կարատեն մշակույթի մի մասն է, սպորտաձևերը մշակույթի մի մասն են եւ մենք որպես ազգեր իրար ավելի լավ ճանաչենք։ Օրինակ, ճապոնական կարգու կանոնը, միշտ ինձ գերել է, ես միշտ հետաքրքրված եմ եղել այս ժողովրդի ավանդույթներով, շատ հետաքրքիր է, թե ինչպես են նրանք շատ քիչ ռեսուրսներ ունենալով այդքան մեծ զարգացումներ արձանագրել։ Մի քանի շաբաթ առաջ մեզ այցելեց ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, շատ պատահական ստացվեց եւ ինքը տպավորվելով անմիջապես հասկացա, որ մենք զարգացնում ենք ճապոնական մշակույթը, ճապոնական մարտարվեստը եւ այդ հրաշալի անձնավորությունը ինքնուրույն կազմակերպեց Ճապոնիայի դեսպանի այցելությունը։ Ճիշտն ասած սկզբից մեզ համար էր դա մի քիչ զարմանալու, որ ինչպես կարող է դա կստացվի թե չէ, բայց ինչպես միշտ Էդմոն Մարուքյանը իր խոսքի տերն եղավ, իր անձնական նախաձեռնությամբ կազմակերպեց եւ հրավիրեց։ Այսօր մենք հիացած ենք, նույնիսկ զարմացած եւ ոգևորված, որ մարդը այս հայ-ճապոնական արվեստների եւ ոչ միայն արվեստի մշակույթի հետ կապված որևէ նախաձեռնություններ կազմակերպվի, զուգահեռ ինչ հնարավոր է կազմակերպենք, որպեսզի հետագայում կարողանան մեր երեխաները ուսումնասիրել ճապոնական մշակույթը ավելի խոր արմատներից եւ ինչու՞ չէ ճապոնացիները, ճապոնական երիտասարդները գալ այստեղ մեզ հետ մնալ, գիշերներ անցկացնել եւ փորձի փոխանակում կազմակերպել։ Դեսպանն ի նշան գոհունակության եւ իրենց ազգային ավանդույթների ու արվեստի հանդեպ մեր ժողովրդի ցուցաբերած անկեղծ հետաքրքրության հանդես եկավ մեր հանրապետությունում ոչ այդքան տարածում գտած ճապոնական եւս մեկ մարտաձևի ցուցադրությամբ, որով ինքը տարիներ շարունակ զբաղվել է։ Խոսքը քենդոյի մասին է։ Բարև ձեզ։ Կոնիչուա։ Հայ-պոնսկի կոնիչուա։ Դո։ Մեն։ Ну, да. Я надеюсь, что вы продолжаете карате в будущем и станете мостом между Японией и Арменией. Шунара Карчу. Well, I was invited by the Mr. Markan. Ես այստեղ եմ պարոն Մարուքյանի հրավերով։ Նա ինձ ներկայացրել է, որ այստեղ ամեն տարի կազմակերպվում է կարատեի ամառային ճամբար։ Ուստի ինձ որպես ճապոնացու հետաքրքիր էր տեսնել այդ պարապմունքները։ Մարզաձևի ուսուցումն իսկապես բարձր մակարդակով է իրականացվում։ Ես հիացած եմ, քանի որ ես քենդոիստ եմ, գիտեմ, որ այս մարզաձևը ձեզ մոտ քիչ տարածում ունի։
Ուստի ես որոշեցի ցուցադրել մարտարվեստի մի քանի հնարքներ, առաջիկայում գուցե կնախաձեռնեմ այս մարզաձևի դպրոցի հիմնումը։ Դեսպանատունը միտված է մեր երկրների միջև հարաբերությունների սերտացմանը, ինքս առավելապես կողմնակից եմ մարդկանց միջև շփումների մեծացմանը և փոխադարձ այցելություններին, Հայաստանից Ճապոնիա և հակառակը։ From Armenia to Japan, and also I want to invite the people from Japan to Armenia. Ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուքյանը կարևորում է հայ-ճապոնական թե բարեկամական թե միջպետական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, նշելով, որ մի շարք ոլորտներում նման շփումները կարող են հանգեցնել դրական կայուն զարգացման։ Տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ մոտ շատ զարգացած են հարևան պետությունների համեմատությամբ, եւ եթե մենք մեր հարաբերությունները լավ ձևավորենք Ճապոնիայի պետության հետ, տեղեկատվական տեխնոլոգիաների առումով նույնպես մենք շատ մեծ ձեռքբերումներ կարող ենք ունենալ։ Ուղղակի այստեղ կամք է պետք, աշխատասիրություն եւ նիրվածություն մեր գործին։ Ես ուղղակի շատ շնորհակալ եմ պարոն Տագուչիին, որ նա ընդունեց մեր հրավերը եւ այցելեց Լոռու մարզ։ Կարծում եմ սա կարող է ավանդույթ դառնալ եւ այսուհետ ամեն ամառ Ճապոնիայի դեսպանը, նաեւ Ճապոնիայից բազմաթիվ հյուրեր կարող են լինել անընդհատ գալ-գնալ, հա մենք հրավիր ենք Լոռու մարզ, կան ծանոթանան մեր մարզի տնտեսական իրավիճակին, նոր իդեաներ կարող են հղանալ, թե ինչպես կարելի է աջակցել զարգացնել մարզային տնտեսությունը, ճապոնական մշակույթը, ճապոներեն լեզուն նաեւ կարելի է զարգացնել, որտեղ ճապոնական կենտրոն կա, որ լեզուն է զարգացնում։ Բազմաթիվ ուղղություններ կան, որ կարելի է զարգացնել։ Ես կարծում եմ սա առաջին քայլն է, այն հիմքն է, որ մենք այսօր դրեցինք։ Վրանային ուսումնամարզական հավաքները արդեն 95 թվականից դարձել են ավանդական, որ ամեն ամառ մենք կազմակերպում ենք մեկ շաբաթյա իհարկե, բայց գնալով հնարավորությունները մեծացան պայմանները եւ ավելի երկարատև կարողացանք կազմակերպել։ Արդեն 4-րդ տարին է, որ գտնվում ենք Պուշկինոյի այս Գարգար գետի մերձակայքում, ինչպես տեսնում եք, ճգնաղ բնության մեջ։ Հուլիսի 5-ից ենք այս տարի եկել, հերթափոխով մեկ շաբաթ կարողացանք ընդհանուր երեխաների հետ մնալ եւ կարողացանք կազմակերպել նաեւ այլ կազմակերպությունների հետ կան մեր ազատ ժամանակ վրանները տրամադրեցին կոլեկտիվ հայտերով եկան եւ մասնավորապես Կիոկուշին Կարատեն համագործակցեց մեզ հետ եւ 2 գիշերել իրենք անցկացրինք հույսով ենք որ այս համագործակցությունը մյուս մարտարվեստի ոճերի եւ մշակույթային բոլոր մարզամշակույթային բոլոր ոճերի հետ կարող ենք այս հրաշալի պայմանները տրամադրել եւ մեզ հետ զուգահեռ եւ առանձին բացի մեզ կան հանգստանան վայելեն ամառային գեղեցկությունը եւ բնության հետ ներդաշնակ ապրելով բնության պահպաններ դառնան կրտսեր հասակից։ Բուդուշին մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևգոտի 4-րդ տան Սուրեն Օչինյանը եւս հույս հայտնեց, որ դեսպանի այցը զարգացման ու առաջընթացի բոլորովին նոր հարթության վրա կկանգնեցնի ճապոնական մարտարվեստների ուսուցանումն ու անգամ կկրկնապատկի այդ երկրի նկատմամբ մեր ժողովրդի ունեցած սերն ու հետաքրքրությունը։ Ճամբարականները գետափին արդեն խնջույքի սեղանի շուրջ բարեմաղթանքներով ու կենացներով ամրապնդեցին ձևավորվող բարեկամությունն ու պատրաստակամություն հայտնեցին հնարավոր բոլոր միջոցներով ու ոլորտներում համագործակցել Ճապոնիայի դեսպանատան եւ անձամբ մարտարվեստների գիտակ դեսպան Տագուչիի հետ։ Հրայր Հակոբյան, Կամո Ծատուրյան, Լոռու հեռուստաընկերություն։